Կապիտուլյացիայով թե բանակցություններով կավարտվի ռուս-ուկրաինական պատերազմը։ Վաշինգտոնի գնահատմամբ ոչ Մոսկվան, ոչ էլ Կիևը չեն դիտարկում կապիտուլյացիայով պատերազմի ավարտը։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի խոսքով միակ իրատեսական ելքը մնում է բանակցային գործընթացը։ Բանակցային կարգավորումը պահանջում է երկու բան։ Կողմերը պետք է ինչ-որ բան շահեն դրանից կամ զիջեն։ Մենք փորձում ենք հասկանալ, թե ինչ կարող է տալ Ռուսաստանը եւ ինչ է ակնկալում ստանալ։ Ինչ կարող է տալ Ուկրաինան եւ ինչ է ակնկալում ստանալ։ Արդյունքում որոշումը կախված կլինի Ուկրաինայից եւ Ռուսաստանից, այլ ոչ թե Միացյալ Նահանգներից։ Կողմերի դիրքորոշումները պատերազմի սկզբից ի վեր էական փոփոխությունների չեն ենթարկվել։ Ռուսաստանը Ղրիմն ու Դոնբասը դիտարկում է որպես պատմականորեն ռուսական տարածքներ եւ կտրականապես մերժում է ՆԱՏՕ-ի զորքերի հնարավոր տեղակայումը Ուկրաինայում։ Մոսկվան պատրաստ է քննարկել միայն Կիևի անվտանգության կոլեկտիվ երաշխիքներ եւ բացառապես ԵԱՀԿ շրջանակում։ Անվտանգության երաշխիքները ենթադրում են Ուկրաինայի համար Եվրոպայի գլխավորությամբ բազմազգ ուժերի ստեղծում։ Այս ուժերը կօգնեն վերականգնել Ուկրաինայի զինված ուժերը, ապահովել երկրի օդային տարածքի վերահսկողությունը, ծովային անվտանգությունը եւ իրականացնել ցամաքային գործողություններ Ուկրաինայում։ Այլ կերպ ասած, սա ոչ թե անվտանգության երաշխիք է, որքան եւս մեկ փորձ, բավականին անամոթ, такой, знаете, нахрапистый. Ես կասեի սադրիչ փորձ ռազմականորեն շահագործելու Ուկրաինայի տարածքը որպես Ռուսաստանի Դաշնությանը սպառնալու հարթակ։ Կիևը հրաժարվում է տարածքային որևէ զիջումից, սակայն արդեն ընդունում է, որ Ղրիմը ռազմական ճանապարհով վերադարձնելն իրական չէ։ Ուկրաինան չի հրաժարվել ՆԱՏՕ-ին անդամակցելու նպատակից, սակայն այդ հարցում այլևս կոշտ պահանջատեր չէ։ Կիևը պահանջում է վստահելի անվտանգության երաշխիքներ, ռազմական ու ֆինանսական։ Ուկրաինային Եվրամիության տրամադրած 90 միլիարդ եվրո վարկը Զելենսկիի համար կարևոր քաղաքական եւ տնտեսական հաղթաթուղթ է համարում ՆԱՏՕ-ի անդամ Լեհաստանը։ Վարշավայում գտնվող Զելենսկին շռայլ գովեստի խոսքեր է լսել վարչապետ Դոնալդ Տուսկից։ Ինձ համար ակնհայտ է, որ ձեր պայքարը մեր ընդհանուր պայքարն է, հանուն Եվրոպայի, Լեհաստանի եւ Ուկրաինայի։ Ես բարձր եմ գնահատում ձեր ջանքերը։ Դուք հերոս եք, ոչ միայն Ուկրաինայի, այլև Լեհաստանի համար։ Այսօր եւ վաղը Ֆլորիդայում տեղի կունենան երկկողմ բանակցություններ։ Ուկրաինացիներն արդեն հանդիպել են ամերիկացիների հետ։ Ուկրաինական պատվիրակության ղեկավար Ռուստամ Ումերովը հայտարարել է, որ համաձայնեցրել են հաջորդ քայլերը։ Ֆլորիդայում կլինի նաեւ Թրամփը, ըստ Սպիտակ տան, նա բազմաթիվ հանդիպումներ ունի։ Վաղը Մայամիում կլինի նաեւ ռուս բանագնաց Կիրիլ Դիմիտրևը, Ստիվ Ուիթքոֆի եւ Ջարեդ Քուշների հետ հանդիպելու համար։ Ֆլորիդայում Միացյալ Նահանգների, Ռուսաստանի եւ Ուկրաինայի երակողմ հանդիպում նախատեսված չի եղել։ Դմիտրիևի եւ ուկրաինացի բանակցողների որևէ շփում բացառվել է։ Ակտիվ բանակցությունների ֆոնի Մոսկվան հայտարարել է, որ խզում է 1992-ից 2002 թվականներին եվրոպական 10 երկրների՝ Գերմանիայի, Լեհաստանի, Ռումինիայի, Դանիայի, Նորվեգիայի, Նիդերլանդների, Խորվաթիայի, Բելգիայի եւ Չեխիայի հետ կնքված ռազմական պայմանագրերն ու Մեծ Բրիտանիայի հետ ստորագրված հուշագիրը։ Հակառակ կողմերի խաղաղության ձգտումներին ինտենսիվանում են նաև փոխադարձ հարվածները ջրում։ Առնվազն 8 մարդ զոհվել է, 27-ը վիրավորվել Օդեսայի մարզի նավահանգստին ռուսական հարվածներից։ Վնասվել են Նիկոլաևի մարզի էներգետիկ ենթակառուցվածքները։ Ուկրաինայի ռազմաօդային ուժերի տվյալներով Ռուսաստանը գրոհել է 3 Իսկանդեր հրթիռներով եւ 5 տասնյակից ավելի անօդաչու թռչող սարքերով։ Մեկնաբանելով սև եւ միջերկրական ծովերում ռուսական նավերի վրա հարվածները, Պուտինը դրանք դատապարտել է եւ պատասխան խոստացել։ Այսօր ուկրաինական կողմը հայտարարել է, որ ռուսական ռազմական նավ է խոցել Կասպից ծովում։ Ախոտնիկ նավը պարեկություններ անում Կասպից ծովում նավթի եւ գազի արդյունահանման հարթակի մոտ։ Մոսկվան այս տեղեկությունը դեռ չի մեկնաբանել։ Ծովինար Բարխուդարյան, Անի Ղանդիլյան, Հայլուր։